Միշտ կյանքի ջրից օգտվել։ Կյանքի ջուրը լինում է միայն Սուրբ Սրտի մեջ։ Երեմիա 2-րդ գլուխ 12-ից 13 խոսքեր։ Երեմիա 2-րդ գլուխ 12-ից 13 խոսքեր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ առանց ջրի մարդիկ ուղերձ։ Պատկերացրեք, որ կամոսները չլինեն, գետերը ջուր չունենան, ոչ մի ծով ջուր չունենա, ամեն ինչը կմեռնի։ Ամեն ինչ, մարդներ կմեռնի, անասուններ, ձկներ, պատկերացրեք, որ օվկիանոսները ջուրի պակս վերջանա, մի հատ ծուկ չի մնա, ամեն ինչը վերջանում է։ Մարդի մարմնի համար էլ է հացը շատ կարևոր եւ ջուրը, եղբայրներ կներ։ Մենք դա խորը հասկանում ենք, որ ասենք չենք հասկանում սուտը։ Պատկերացրեք ջուր չլի երկակուտիլա, մի հատ ծառ կաճի, մի հատ կանաչ կաճի, մի հատ պտուղ կստանա, ոչ մի բան չի աճի, չի զորանա, առանց ջրի, եղբայրներ կներ։ Դրա համար մարգարեն խոսում է, որ մարդի համար, մարդի հոգու համար, մենք հոգու համար ենք պետք է հավատքի։ Մեր հոգուն էլ ջուր է պետք, որ ապրինա, որ կյանք ունենա, որ աճինա եւ Քրիստոսի նման հասակ հասնի։ Այս աշխարհում կյանքի ջուր չկա, հոգու համար ջուր չկա։ Չկա աշխարհում կյանքի ջուր։ Ինչ իղ ջրեր ասես դիքն է։ Եվ սատանան հետևական պարտեզից սկսած մարդկանց իղ ջրով կմցրել է, մինչև այսօր կմցրում է միլիարդավոր մարդկանց։ Եվ դրա համար մարգարեն զարմանալի բան ասում։ Ով երկինք, Երեմիա 2:12-13, Աստծորա զարմացեք, ապշեցեք, խիստ սոսկացեք կսետերը, ապշեցեք, խիստ սոսկացեք կսետերը, բանձիմ ժողովուրդ երկու չարություն գործեց, զիս կենար ջրի աղբյուր թողեցին, իրենց գուբեր կորեցին, ծագոտ գուբեր, որոնք չեն կրնար ջուր մարել, կյանքի ջուրը թողեցին, կյանքի ջուրը Աստված է իր խոսքը, եթե խորման Աստծո խոսքը կյանքի ջուր չի, Աստված կյանքի ջուր տվող հոգու, այն հոգին, որ փչեց, Ադամի մեջ կառուցված այդ հոգին, այդ հոգու ջուրը նույն փչողն է, նույն խոսքն է։ Կյանքի ջուր չկա այս աշխարհում։ Սատանան ամեն օին բացություններ անել է տալի մարդին, որ մարդը խափի է, որի պետք կյանքի ջուր է։ Այսօր մարդիկ նույնիսկ զբաղվում են, հավատքը օգտագործելով զբաղվում են իրանց պիղծ կյանքի մեղքի ջրերը խմել։ Ամեն մեկը տարբեր է։ Որոնք կարող է ես իմ մասնեմ նշել, կարող է ես քարոզելով կյանքի ջուր եմ խմել։ Քարոզ իմ համար կյանքի ջուրը։ Մարդը ինֆորմացիա հավքելով է իր կյանքի ջուրը։ Ինքը չի հասկանում։ Մարդը երկերով է իր կյանքի ջուրը։ Մարդը իրան դզել փչելով է իր կյանքի ջուրը։ Մարդը իրան փառքն է իր կյանքի ջուրը։ Այս աշխարհում կյանքի ջուր չկա։ Հավիտյան չկա։ Աստծո սրան արդյոք հավատում ես։ Արդյոք հավատում ես, որ այս աշխարհում կյանքի ջուր չկա։ Կյանքի ջուրը Աստծո խոսքն է եւ ինքն է։ Տեսեք սիրելիներ, աշխարհում ոչ մի, ինչպես մամիկո եղբայրը քարոզեց, ոչ մի ջուր այդքան զորավոր չի, ինչքան կյանքի ջուրը։ Կյանքի ջրից զորավոր ջուր չկա այս աշխարհում։ Նայեք նրա զորությունը ինչքան է։ Ձևնամաքրու ջուր դիսրսկեն, սա Աստծո խոսքն է։ Այդ ջուրը, որ սրսկի քո վրա, իմ վրա,
պիտի մաքրիկ ձեր բոլոր պղծուներ, ձեր բոլոր կուրքերեն ձեզ պիտի մաքրեն։ Համարձակի կսրսկինա մի հարկ պղծություն, մի հարկ կուրք չի մնա մեջը։ Եվ ձեր նոր սիպ դիտամ, ձեր ներսիպի նորոքի տնեն, պտի մաքրի ջուրը, այդ ջուրը պիտի հոսի։ Առանց ջրի ոչ մի բան չի մաքրել։ Աշխարհի մեջ է, որ լվացք է, ջրով է լվացք։ Մազութով լվացք չեք։ Ջրով է լվացք ամեն ինչ։ Հիմի իմ ու քո հոգի սիրտը լվացվելու է կյանքի ջրով։ Ուրիշ ջուր չի կարող քեզ մաքրել։ Ուրիշ ջրերը քեզ կխաբեն։ Այսօր երեխաներ գրել։ Սա գրված է Եզեկիել 36:25-27 կարդացեք, շեք ձեր մոտ։ Իսկ ում վրա է ջուրը սրսկելու Աստված։ Ամեն մարդի վրա չի սրսկում։ Այն մարդի վրա սրսկում, որ նեղ դուր է մտել։ Նեղ ճանապարհ է գնում, նոր կյանքի ջուրը սրսկում է։ Եթե նեղ դուր չմտա, նեղ ճանապարհ չգնացի, կյանքի ջրին չես հանդիպի։ Տեսեք, նեղ դուր, նեղ ճանապարհ, նոր կյանք։ Ով որ նեղ դուր է գնացել, նա կյանքի ջուրը խմել է։ Ով նեղ ճանապարհ է գնում, մնացած մարդիկ կյանքի ջուր չեն խմել։ Տպեսել չեն խմել, կախել չեն խմել։ Որտեղ մարդը պետք է պատվիրան վրան հասնի, նեղի ողջնա և ինքը տենա իր ներսը մահվան շուրա, մահվան թույլա մեջը, որ սզվի իրանից կյանքի ջրի ուզի։ Հասկանում եք ինչ մար երեխբարը կարոզում։ Որ պատվիրանը վրա հասնի, ինքը տենա իր ներսը մահ կա, այդ մահվան շուրա հոսում է իր մեջ մեղքի բնությունից։ Որ այդ մեղքի պիշ ջուրը տենա ու սզվի իրանից և կյանքի ջրի բնություն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Կյանքի ջուրը տենց է։ Ողոս Սարաքյալ տենց է խմել։ Եթե ուշադիր նայեք, Երանի հոգով ականդրած նարշարկայություն, մինչև սուրբ սիրտ ունենալը, քանի կետեր կա գրած։ Քանի կետեր է գրած։ Այդ սուրբ սիրտը մի անգամուց մարդի մոտ չի կարող կառուցվել։ Տեսեք, Երանի հոգով աղքատների մեկ, Երանի սկավորների երկուս, Երանի հեզերում, Երանու անաթոր ծարավ են արդարության, նոր Երանի մաքուր սիրտություն։ Ես պիտի գնաս, որ հասնես այդ մաքուր սիրտություն։ Երանի սկավորների մարդը ինչի ասում, Երանին նրանք, որոնք հոգով աղքատ են, հոգով աղքատ են, մարդկային հոգու մասին է խոսքը։ Իսկ մարդի հոգին ինչով է հարուստ, պիղծ ջրերով, չարությամբ է հարուստ, փառքով, եսավորությամբ է հարուստ, այդ դրանից երբ որ լրիվ աղքատացավ, Աստծո արքայությունը քոնի կտա։ Աղքատացի։ Եթե դու չես ում աղքատանաս, չես ում անձը դուրանաս, չես ում խաչդ վերցնես, դու կյանքի ջուր չես ունի, ոչ ես սուրբ սիրտ ունենաս։ Չի կարող է խաբվել։ Այսօր ես շատ տեղեր եմ եղել։ Եղբայրները աշխարհի մասշտաբով եմ ասում։ 90%-ից ավել քարոզիչները լայն դուր են քարոզում։ Նեղ դուր չեն քարոզում, որ մարդիկ կյանքի ջուր խմեն։ Փառք է Տիրոջը, որ Հայաստան աշխարհում Սուրբ Հոգին կյանքի ջուր խմցրել է իր ժողովրդին, նեղ գտնով, նեղ ճանապարհով, խմել են այդ եղբայրները և քարոզում են ձեզ, փառավորել Տիրոջ անունը։ Սա հենցնես չի, հենցնես չի կապուցում սա։ Աստված
մեր ազգի նկատմամբ հատուկ ծրագիր ունի, որտեղ մեր ազգը առաջ չի տարում Քրիստոսի խաչելությունից 10 տարի հետո առաքյալների միջոցով, բարձրաթաթոց միջոցով, Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի ծնվել է Հայաստանում 10 տարի հետո։ Եվ դրանից հետո 8 առաջնորդներ են ելնում նոր գալիս է Գրիգոր Մշակովիչ։ Եվ Աբգար թագավորը նամակ է գրել Քրիստոսին եւ պատասխանը ստացել է, ասել է երկու զավակներին գրգեն, որ քո երկիրը կարող են քեզ բժշկել։ Մեր ազգը շատ ներություններ անտեսել, շատ առապանք անտեսել եւ նեղ դուռը գնացել եւ կյանքի ջուրը խմել է։ Դրա համար վերջին ժամանակներում նույնիսկ Սուրբ Հոգին իջավ Հայաստանում Սերգեյ եղբոր օգտագործեց եւ ծնվավ եկեղեցին անցավ ներդրման մեր ճանապարհով, շատ ճանապարհներ անցել, բայց եկեղեցին մնաց կանգուն, իմի Սուրբ Հոգին ուսմա վերջին ժամանակներն է։ Մենք որպես վերջին ժամանակների եկեղեցի, մենք այսպես պիտի լինենք, այսպես։ Ուշադիր լսել կարծում եմ։ Հոգին ու հարսը կսեն երկու։ Հոգին Սուրբ Հոգին է, հարսը եկեղեցին է, հարսը մենք ենք։ Պետք է այնքան ջուր խմենք Սուրբ Հոգուց, որ Սուրբ Հոգու հետ մեկանանք եւ միասին ասենք եկուր։ Սա վերջի տարի եկեղեցու նպատակն է։ Սա գրված է Հայտնության 22-ի 17-ում։ Հոգին ու հարսը եկուր, անոր կսե թող կսե, եկուր անոր ծարավ է թող գա, անոր կսե կյանքի ջուրը ծնի առնե։ Արագուրվիտ է, կյանքի ջուրը։ Եկեղեցի պետք է այնպես մեկանանք Աստծո Հոգու հետ, որ Սուրբ Հոգու հետ միասին ասենք անոր ծարավը։ Սա է եկեղեցին, որ Սուրբ Հոգու հետ մեկացել է։ Սա է իսկական եկեղեցին, իսկ ովքեր Սուրբ Հոգու հետ չեն մեկացել եւ այդ կյանքի ջուրը իրանց հոգու մեջ չունեն, լեցված չեն Սուրբ Հոգու կյանքի ջրով, նրանք չեն կարող ասել Սուրբ Հոգու հետ, ամեն եկուր Տեր Հիսուս, նրանք չեն կարող ասել որ ծարավը թող գա ու խմի, միայն նրանք կարող են ասել, ովքեր Սուրբ Հոգու հետ մեկացել են, եւ Սուրբ Հոգին իրանց ներսը հարս եւ միասին ասում է ամեն եկուր Տեր Հիսուս։ Սա վերջին տարի եկեղեցու հոգեվոր մակարդակն է։ Եթե մենք եկել ենք հավատքի, մենք պետք է հասկանանք, որ պետք է խնդրենք Սուրբ Հոգու, որ սրսկի ամեն մարդ չի, որ ուզեր ասրսկի։ Երբ որ մարդ տեսնում է իր մարմնավոր պիղծ բնությունը, տեսնում է Աստծո լույսով, Աստծո հոգով, նա կարոտում է կյանքի ջրին։ Ով սարավազներ ջուրերում եկեք, ով ստակ չունեցողներ, մարգարեները պես ասում է, ով սարավազներ ջուրերում եկեք, կյանքի ջուր խմեք։ Նորից եմ գրնում, այսքան տարի եկեղեցուն պահել է կյանքի ջուրը, մարդիկ չեն պահել, քարոզիչները չեն պահել, կյանքի ջուրը խմել է այս եկեղեցին, եւ այս եկեղեցին աճելու է հասնելու է մակարդակին։ Փառք Տիրոջը, մենք գիտենք, որ Սուրբ Հոգին կյանքի ջուր է բերել, եւ այդ կյանքի ջուրը Սուրբ Հոգով տրված է մեզ։ Նայեք, Հիսուսը շատ քարոզներ արել, բայց մի տեղ աղաղակելով է քարոզում, եւ դա խոսում է ջրի մասին։ Տոնի վերջի մեծ օրը Հիսուսը կայներն կաղաղակել։ Շատ կարևոր հարց է, որ Հիսուսը աղաղակում է։
Քաղաքերուս է, եթե մեկը ծարավ է, թող ինձի գաով խմի։ Եթե մեկը ծարավ է, մարդը պիտի կյանքի ջրի ծարավ լինի, որ գնա Հիսուսից խմի։ Անորից հավատա ինչպես դիրքը կսե անոր փորեն կենթանի ջրի գետեր պիտի մխել։ Սա է սա հոգի համար, զոյրեն հավատացողներ պիտի առնեին, բանսի սուրբ հոգին տրված չեր տակավի, քանզու դեր պարավորներ չէ։ Սա գրված է Հովհաննես ավետարան 7:37-ի 30 խոսքում, 7:37-ից 30 խոսքերով։ Եղբայրներ քույր, Հիսուսը կյանքի ջրհորը սուրբ հոգին ա որ դրա մեր մեջ։ Ինչքան մեղավոր եմ ես դու, որ սուրբ հոգու կյանքի ջրը իմ մեջ է, մի կաթիլ չեմ խմում ես իրանից, մի կաթիլ չեմ հոտում իրանից, ինչքան եմ վշտացրել սուրբ հոգու, ինչքան եմ դառնացել սուրբ հոգում, որ կյանքի ջուր չի տալիս ինձ։ Մի մարդ կար, ինքներ էր մեռնում ջրի ծարավից, Հագար և իր որդի ջրի ծարավից մեռնում էին և ողբը հասավ երկինք։ Ջրի ծարավից, սովորական ջրի ծարավից մեռնում էին և ինքը իր որդին։ Ողբը բարձրացավ երկինք և Տիրոջ հրեշտակն ասեց. Հագար, ահա ջրով է։ Բացեց նրա հոգաշերը, որպեսզի այդ կյանքի ջրից խմի։ Աղոտ կանենք, որ մեր հոգու աչքը բացվի, տեսնենք կյանքի աղբյուրը մեր մեջ, տեսնենք և խմենք և մեկանանք նրա հետ, սա սուրբ հոգու նպատակը, սուրբ հոգին եկել ա քո մեջ, որպեսզի կյանքի գետեր մխիստի քո մեջ, որպեսզի դու լցվես այդ կյանքի գետով և ամեն օր այդ ջրից խմես։ Պիղծ ջրերը քեզ պետք չէ, դրանք քեզ մահ են պատճառում, դրանք քեզ դժոխք են տանելու, դրանք քեզ զրկում են ամեն ինչից, բայց կյանքի ջուրը քեզ հավիտենական կյանք է տալիս, առավոտի դրանում։ Իմ աղաչանքն է ձեզ, եղբայրներ քույրեր, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, այս կյանքի ջուր սուրբ խոսքերը խմեք, կերեք, որպեսզի կարողանանք, ինչպես եղբայրն ասեց, Մատթեոսի լեռան քարոզի մեջ, որ ընդեղ ասում է 7-րդ գլխում, երկու տուն ա շինվում, կյանքի ջուր խմողները ճիշտ տուն են շինում, քամիներ կան, ինչ ուզում ա կան, դրանք չեն կարա հաղթի, որտեղ այդ ջուր խմողը կյանքին ջուր ա խմում։ Եղբայրներ քույրեր, խոսքերը էնպես խմել եմ, այդ խոսքը ինձ մինչև այսօր պահում ա։ Եղբայրներ քույրեր, այս խոսքերը կյանքի ջուր են, կյանքի հաց են։ Դու մի փիլիսոփայորեն կարծա, դու երեխայի պես խմի ես ջրից։ Այդ ջուրը կյանքը տա քեզ։ Քո ներսի կյանքի աղբյուրը գործի միշտ, եթե դու խոնարհվես, հնազանդվես ճշմարտությանը